Բարև ձեզ երեխաներ, այսօր մենք ուսումնասիրել ենք այս թեմայի ամենահետաքրքիր եւ ամենասոցողական դասը։ Հիանալի է։ Դե քանի որ ձեզ հետաքրքրեց, եկեք ժամանակ չկորցնենք ու սկսենք։ Այսօր մենք ուսումնասիրելու ենք ամենահայկական, ամենաուսուցողական եւ ամենաստույգ փաստերի ու տեղեկությունների հարթակ աշխարհացույցը։ Գրանցվելով հարթակում մենք կարող ենք տեղեկանալ եւ ավելի լավ պատրաստվել դասերին։ Հարթակի միջոցով մենք կարող ենք պատրաստել ցուցադրություններ, հավանել մեզ դուր եկած հոդվածները, ստեղծել դինամիկ սկրինշոթներ եւ պահել մեզ դուր եկած նյութերը իմ շտեմարանը բաժնում։ Նաև զրուցել բրեյնոգրաֆ կամ աշխարհացույց AI-ի հետ։ Ինձ շատ դուր եկավ։ Ես այսօր եւ այդ կգրանցեմ այս հարթակում։ Ես շատ ուրախ եմ, որ ձեզ դուր եկավ այս հարթակը եւ դուք կկիրառեք այն։ Այժմ տեղափոխվենք 7-րդ դար, երբ Անանիա Շիրակացին դասավանդում է։ Բարև ձեզ երեխաներ։ Այսօր նոր թեմա ենք ուսումնասիրելու։ Դուք երբևիցե լսել եք աշխարհացույց բառի մասին։ Ոչ։ Ես չեմ լսել այդ բառը։ Ես էլ։ Մենք չենք լսել։ Դե հիմա լսեք։ Հեղինակը Պտրոմեոսը երկեիցար օգտվել է այդ տեղեկություններից, որ աշխարհացույցը դարձրել է շատ հիանալի եւ եզակի։ Ամեն անգամ այդ բառը լսելիս իմ մեջ գալիս է մեկ անվերջություն։ Ինչ անվերջություն։ Մտքի անվերջություն։